Սիրելի աբովյանցիներ, Կոտայքի մարզի մեր սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության ֆանտաստիկ ժողովուրդ! Ժողովուրդ ջան, ես խնդրում եմ, եկեք մի հատ ուժեղ իրար ողջունենք ու ցույց տանք, թե երկրում մեր Հայաստանի Հանրապետությունում ուժը ում ձեռքն է, իշխանությունը ում ձեռքն է, երկրի ապագան ում ձեռքն է։ Նիկոլ վարչապետ։ Սիրելիներս, այս արդեն ինչքան ժամանակ է Հայաստանի Հանրապետությունում մեր թշնամիների համար մի շատ վտանգավոր վիրուս է տարածվել, վարակ։ Ու գիտեք այդ վարակը որն է։ Սիրո և ժպիտի վարակն է, սիրելի քաղաքացիներ։ Գիտեք, որ սերը վարակիչ է, ժպիտը վարակիչ է, ու այս ընթացքում մենք ձեզնից ենք վարակվում, դուք մեզնից եք վարակվում։ Սիրելի ժողովուրդ, մենք ձեզ շատ ենք սիրում ու շատ շնորհակալ ենք, որ դուք այս օրերին մեզ, ձեր սիրտը, ձեր տունը, ձեր ընտանիքը բացած, մեզ ընդունել եք որպես ձեր որդիներ, ձեր դուստրեր, մեզ կերակրել եք, մեզ տվել եք օրհնանքներ, մեզ հորդորել եք այս երկրի կառավարումը, այս երկրի ապագան ու խաղաղությունը պինդ պետք է պահենք և մեր երեխաների համար մեր երազած Հայաստանը կառուցենք ամեն օր։ Սիրելի քաղաքացիներ, 2021 թվականին դուք եք մեզ ասել, որ մեզ խաղաղություն է պետք, բայց դուք նոր չեք ասել 21-ին խաղաղության մասին։ Դուք 21-ին խաղաղության մասին ասել եք ամեն տարի սկսած 90-ական թվականներից։ Ու երբ որ ձեզ չեն լսել, դուք Հայաստանը լքել եք, ցավոք սրտի։ Մեր երկրի քաղաքացիները, մեր երկրի զավակները իրենց ապագան, իրենց կյանքը, իրենց ուրախությունը Հայաստանի հետ չեն կապել, որտև իշխանությունը չի լսել ժողովրդին։ Բայց 2021 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը լսեց ձեզ և խաղաղություն հաստատեց Հայաստանի Հանրապետությունում։ Ու այսօր էլ այն օրն է, սիրելի ժողովուրդ, որ մենք այս ճակատագրական պահին պիտի տեր կանգնենք խաղաղությանը, որ այլևս երբեք մեր հայացքը դուրսը չլինի, որ մեր ինքնության պահպանության համար մենք Հայաստանում լինենք։ Ժողովուրդ ջան, ինքնություն չկա առանց ինքնիշխանության, ժողովուրդ, դրանք իրար հակասող բաներ են, և ուշադիր լսեք, ովքեր պայքարում են մեր ինքնիշխանության դեմ, պայքարում են հայկական ինքնության դեմ, որովհետև միայն պետությունն է, միայն Հայաստանի Հանրապետությունն է, որ առհավատ չանա մեր ինքնության, մեր երեխաների հայ լինելու, երջանիկ լինելու, խաղաղ ապրելու, հենց այս հողին, որովհետև մենք գանձ երկիր ունենք, բայց պիտի սովորենք խնամել մեր գանձերը, մեր ջրերը, մեր հողերը, մեր անտառները, մեր պուրակները, բայց ամենամեծ գանձը, որ մենք պետք է խնամենք ու պաշտպանենք ու ներդնենք, դա մեր ժողովուրդն է։ Դրա համար ենք մենք կրթության վրա այդքան ներդրում անում, դրա համար ենք դպրոցներ կառուցում, մանկապարտեզներ, դրա համար ենք ձեզ համար առողջության ապահովագրություն ներդրել։ Սիրելի ժողովուրդ, առողջ եք, չէ՞։ Առողջ եղեք և հունիսի 7-ին մենք, որպես ամեն մեկս առանձին և որպես մի միասնություն, սիրով լցված, մեծահոգությամբ լցված, գնում ենք և այլևս փակում ենք պատերազմի դուռ երկրի համար։ Բավ է, մենք ուզում ենք ապրել խաղաղ Հայաստանում, խաղաղ երկնքի տակ, լավ առողջապահությամբ, լավ կրթությամբ, մշակույթով։ Սիրում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ ջան։
Եվ այսպես, մենք տեր ենք, չէ մեր պետությանը, մենք տեր ենք, չէ մեր ինքնիշխանությանը, մենք տեր ենք, չէ մեր երկրին, սիրելիներս դե ուրեմն, հունիսի 7-ին, բոլորս, բոլոր, հիվանդ, առողջ, մեծ, միջին, ընտանիքներով, բոլորս դեպի ընտրատեղամաս և 2026-ին քվեարկում ենք, այո,